երկրներին, բայց իրենք զարմանալիորեն չկարողացան պայմանավորվել, թե ում են առաջարկում, կոնկուրենցիա եղավ երկրների միջև եւ ի վերջո ոչ մեկը արաբական երկրներից չներկայացվեց որպես միասնական թեկնածու։ Եվ այս առումով հնարավորություն ստեղծվեց, որ այլ երկրները ներկայանան եւ ուրեմն Ադրբեջանի ներկայացուցիչը պարոն Բյուլբուլօղլին եւ ես նաեւ ասեմ, որ երկրների ներկայացուցիչները կան։ Դա Չինաստանն է, Ֆրանսիան է, Կատարն է, Լիբանանը, Վիետնամը, Եգիպտոսը, Գվատեմալա եւ Իրաք։ Շատ այսպես լայն պալիտրա է եւ ըստ այնը 26-27-ին Փարիզում տեղի ունեցավ այսպես կոչված գործադիր կոմիտեի նիստ, որտեղ հենց քննարկվում են այդ հարցերը, տեխնացուները ներկայացնում են իրենց անցած ճանապարհը եւ իրենց տեսակետը, իրենց ծրագրերը, ինչպես պետք է աշխատեն, պատասխանում են համապատասխան հարցերի։ Ես կարծում եմ իմ գոլեգաները կասեն, իմ պատկերացմամբ Փոլադ Բյուլբուլօղլին, որի դեմ մենք սկսեցինք մեր պայքարը գտնելով, որ դա ուղղակի անհամատեղելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ եւ Հայաստանի համար խիստ վտանգավոր եւ վնասակար կարող էր լինել, իմ պատկերացմամբ ուղղակի խայտառակվեց այդ նիստին, կարծում եմ իմ ընկերները ավելի մանրամասն կասեն։ Հոկտեմբերին տեղի է ունենալու 202-րդ սեսիան, ուրեմն նստաշրջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որտեղ արդեն ընտրվելու է այն թեկնածուն, որը այս քննարկումների ընթացքում իրենք հիմա պետք է իրենց երկրներում մասնակիցները քննարկեն, ի վերջո գան ընդհանուր եզրակացության, պետք է քվեարկվի եւ այդ թեկնածուն հետո արդեն նոյեմբերին կամ հոկտեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում կհաստատվի, բայց մեր կարծիքով այս 26-27-ի քննարկումները որոշիչ դեր են կատարել եւ պետք է որ ոչ պաշտոնական տվյալներով ֆավորիտը այսօր Չինաստանի ներկայացուցիչն է ամենահավանականը։ Իհարկե դա 100%-ով չի կարող հետո հաստատվել, բայց այսօրվա տեղեկությունները այդպեսին են։ Շնորհակալություն, Ես շարունակելով Տիկին Կարինեի միտքը ասեմ,